ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը եւ բարելավել համակարգի թափանցիկությունը հանրային վերահսկողության միջոցով։ Սա արդարացի դատաիրավական բարեփոխումներ ծրագրի հիմնական նպատակներից մեկն է։ Ամփոփվեցին 2021-ին մեկնարկած ծրագրի արդյունքները։ Ծրագրի սկիզբը, ընթացքը համընկավ մեր պետությունում շատ կարևոր գործընթացների հետ։ Դրանք հետ պատերազմական ժողովրդավարացման կարևոր փուլերն էին, որտեղ եւ դատական ռեֆորմի կարևոր նորամուծություններն էին տեղի ունենում եւ հակակոռուպցիոն քաղաքականություններ մշակվում, առաջին անգամ հակակոռուպցիոն դատարանը ստեղծվեց մեր երկրում, ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը եւ քաղաքասարակությունը այս ամբողջ ռեֆորմի մի մասն էր կազմում։ Քաղաքասարակությունը ներկայացրել է առաջարկներ բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնած դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, իրականացվել է դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկում եւ կայացված որոշումների ուսումնասիրություն։ Սա մեզ թույլ է տալիս ավելի հաստարկված խոսել դատական իշխանության հետ, քաղաքականություն մշակողների հետ եւ ներկայացնել ավելի ճիշտ առաջարկներ։ Ինչի ուղղությամբ պետությունը պետք է ավելի շատ բյուջե հատկացնի, ինչի ուղղությամբ պետք է ավելի խիստ լինեն, ինչը վերահսկեն։ Դատական ոլորտի հիմնական մարտահրավերներից մեկը ըստ բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումն է։ Ողջամիտ ժամկետների պահպանումը նաև սահմանված է բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված համապատասխան դատավարական ժամկետների, այսպես ասած, ցուցիչներով, սակայն մենք շատ հստակ տեսնում ենք, որ օրինակ մեկ դատավոր, եթե մեկ գործով կարող է ողջամիտ ժամկետի խախտում կատարել, դա ոչ այնքան իր մեղքն է, որքան իր ծանրաբեռնվածության պատճառը։ Ծրագրի մշտադիտարկման թիրախում է եղել նաև ներքին գործերի նախարարության ձևավորումը։ Առաջիկա ընտրություններում ոստիկանությունը լինելու է հասարակական անվտանգությունը ապահովողի դերում։ Ներքին գործերի նախարարի տեղակալի հավաստիացումն է։ Դեռևս անցած տարի մենք ընդունեցինք գվարդիայի մասին օրենքը, այս օրենքով առանցքային փոփոխությունները հետևյալն են, որ ոստիկանության զորքերը այլևս դուրս եկավ զինված ուժերի այլ զորքերի տրամաբանությունից եւ վերջինիս լիազորությունները եւ իրավասությունները հստակ ոստիկանական են եւ թե կառուցվածքի, թե աշխատանքների կազմակերպման, թե պատրաստվածության իմաստով այս ծառայությունում այլևս ծառայելու են ոստիկանության ծառայողներ, որոնց առաջնային եւ կարևորագույն խնդիրը հասարակական կարգի պահպանությունն է։ Թեև ծրագիրն ավարտվել է, սակայն քաղաքասարակությունից վստահեցնում են բարեփոխումներին իրենց աջակցությունը շարունակական է լինելու։ Մենք չենք կարող չշարունակել, ունենալով եւ պարտավորություն քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնառություն, որովհետեւ ոստիկանության հետ հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, չէ՞, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, խոշտանգումներ, եւ այս առումով իհարկե մենք շահագրգիռ ենք շարունակել համագործակցությունը։ Ծրագիրը իրականացրել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումը, որին անդամակցում էին Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։